Բայց ինձ չեմ կարող ներեմ, որ աչքերիդ արցունք եմ տեսնում։ Ես չեմ ուզում իմ պատճառով ընտանիքիդ հետ խնդիրներ ունենաս։ Այսինքն, բայց ինչ ես խոսում։ Դու ես որոշել, որ ես երեխա պետքա որդեգրեմ։ Չէ, Հենրի։ Բա էլ ինչ կա։ Ես եմ որոշել ու ես իմ որոշմանը հավատարիմ եմ մնալու։ Պապիդ այնպես է խոսում, ես ինձ ես տանը ավելորդ եմ զգում։ Բայց կարաս ավելի հիմար բաներ խոսաս։ Եթե պապիդ դեմ է երեխա որդեգրելուն, ուրեմն ինձ քո կողքին չի տեսնում։ Մեր այն դեպքը չի, որ մենք կարանք 10 տարի հետո երեխաներ ունենալ։ Սպասելով հարցի լուծում չենք ունենալու։ Պետքա լինի քո կողքը այն մեկով քեզ երեխաներ կպարգևի։ Դե գնա։ Հենց հիմա վեր ես կենում ու գնում ես, ում ես սպասում։ Գնա, որ հանգարտ պապիս չնեղացնես։ Ինչի պիտի ես այս վիճակում հայտնվեի։ Ինչի պիտի ես այս ամեն ինչի մեջ հովանցնեի, Հենրի։ Ինչի։ Բեզի, մենք երկուսով ենք անցնում այս ամենի միջով։ Ու ես իմ որոշումը ոչ մեկի հետ քննարկման չեմ դնելու։ Երկար ես սենց շփոթված նայելով։ Ուղղակի մի քիչ անսպասելի էր։ Ես որոշեցի վերջ տալ իմ անգործությանը ու պահեցի իմ խոստումը։ Խոսքդ օդում չես թողում։ Որովհետև կյանքը կարճ է անգել։ Պետք է հասցնես ապրել։ Պետք է ապրես տենց, որ ամեն ինչ ես կյանքում հասցնես, վայելես այս կյանքը։ Դու շատ լավ ու անկեղծ մարդ ես նոր։ Բայց շատ շուտ հոգնող անգել։ Մատանին երկար է մնալու ձեռքս։ Դու իմ սիրտն ներխուժեցի շատ պատահական։ Հենց առաջի հանդիպումից ես հասկացա անգել, որ դու ես այն մարդը, ում ուզում եմ տեսնեմ իմ կողքը։ Ալո։ Հատաղես ինչ ես այդքան ուշ հեռախոս վերցնում։ Մարդ չի մեռել։ Չէ, չի մեռել, բայց կարա մեռնի։ Ով է սխալը ժամանակ որոշում ես ծախսի տակ գցի։ Հենդո Շախունցը։ Բավարարված ես։ Ու ինչով է պայմանավորված քո այն աշխարհ գնալու անակնկալ ցանկությունը։ Քո անդաստիրակ ընտանիքի պայլաձևից։ Իմ։ Ես գիտեի քո ընտանիքն էլ է։ Բոլորս քո ենթակայության տակ ենք։ Դա ջես դա էլի։ Պատողը ծառից հեռու չի գնում։ Դա այդ իսկական քո կատորն է։ Բարձալ։ Հելի կերել եք իրար։ Այդ դե ոնց ես խոսում հորդ հետ։ Անդաստիրակ լակոտը տունարի։ Չեմ կարա։ Զբաղված եմ։ Այդ ինչով ես զբաղված։ Մատիտ եմ սրում։ Այդ հա, ստեղ ավելի կարևոր գործ կա, քո ընտանիքն արի քո ընտանիքով զբաղվի։ Պապ, թող ես որոշեմ, հա։ Որն է իմ կյանքում կարևոր, որը չէ։ Ասացի աշխատում եմ։
Ես քո հորդ քյալն եմ։ Գնում ես, այդ լագոտին ասում ես, այդ որդեգրման թեման մոռանում եմ։ Պապի մա երեխեքի համար դժվար փուլ է, ես քեզ խնդրում եմ, արի հիմա իրանց հանգիստ թողնենք, հետո հերթով բոլորս էլ հետները կխոսենք։ Բա որ սխալվեն հանկարծ։ Չեն սխալվի։ Միքայելը ու ես թույլ չենք տա։ Քեզ էլ գիտեմ, Միքայելին էլ գիտեմ։ Դուք սկի ձեզ չեք կարող տիրություն անեք։ Պապի, ես քեզ խնդրում եմ, արի նորից չսկսենք։ Հատե պետք լինի 1000 անգամ էլ կսկսեմ, Դունը սարքել եք կռվի դաշտ։ Ամեն մեկդ միտեղ դիրքավորվել եք, ինձ էլ գցել եք մեջտեղը։ Ժամանակին Միքայելը երբ որ սարը դատեց, ամեն ինչ հաջողեց։ Իսկ հետո որ սկսեց սարը չդադել, ամեն ինչ փչացրեց։ Այսինքն, որ ժամանակին սարը դատեց։ Հատե ես հիմի բարձր մտածում եմ, չհասկացա իրավունք չունեմ բարձր մտածելու։ Պապ, սպասի մի րոպե։ Գործ ունեմ։ Կլինի ինձ տենց չնայես նայում։ Իսկ ո՞նց ես ուզում, որ քեզ նայեմ, անգել։ Դու ուղղակի հրամայի ասա։ Ծիծաղելիա, բայց ես քո ձեռքը արդեն կամակատար եմ դարձել։ Բայց իրականում ես եմ սովոր, որ իմ հրամանները կատարեն։ Շատ ագրեսիվ ես։ Իսկ ինչ ես ուզում, որ անեմ, անգել։ Ես արդեն օգնել եմ ամեն անգամ քո համար ինչ-որ գեղեցիկ բան եմ պատրաստում ու այս պատասխանին եմ արժանանում։ Ինչի համար։ Իսկ թույլ կտաս ես էլ խոսեմ։ Խոսա, Անգելինա, ասա։ Ես մենակ մի բան եմ ուզում իմանամ։ Մերժում ես իմ առաջարկությունը։ Հա թե չէ։ Կլինի մի տեղ գնանք նստենք խոսենք։ Գնանք նստենք։ Հա, Անգել, ճիշտ ես ասում։ Ու նորից հաջորդ անգամ նույնը։ Նստենք, խոսանք իրար հետ։ Բայց ոչ մի բան չփոխվի, էլի դու գնաս քո կյանքով, ու էլի նույնը կրկնվի անընդհատ։ Նոյ կթողես մի բառ ասեմ։ Խոսա, Անգելինա, բայց ես հստակություն եմ ուզում։ Ես քեզ ասել եմ, որ ես ավելորդ չեմ կարող լինել։ Հիմա որոշիր կամ աճ կամ ձախ։ Մենակ խնդրում եմ հստակ, ինչ պատասխան տուր։ Նոյ հասկացի ես շատ լարված եմ, դու էլ կողքից ճնշում ես։ Կարամ իմանամ, ինչ ես լարվել։ Շատ անսպասելի էր այս ամեն ինչը։ Հա, բոլորի համար էլ անսպասելի է լինում։ Ես հասկանում եմ, բայց աղջիկների մոտ sense բարագաներում ոգևորություն է լինում։ Իսկ ես այդ քո մոտ չտեսա։ Ճիշտ ես։ Կներես։ Անգելինա, ներեգության փոխարեն ավելի լավ է ասա, մերժում ես ինձ։ Նոյ ինչ կլինի ինձ լարված մի պահի։ Անգելինա, ես քեզ նորմալ հարց եմ տալիս։ Կամ այո, կամ ոչ։ Ոչ մի սարսափելի բան տեղի չունենա, եթե դու ինձ մերժես։ Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ ես քո կյանքի լավագույն որոշումն էր։ Այս ինչ եմ ես անում։ Հրաշքագին իրոք որ հրաշքա։ Այ քո հոր ասուն մեռնեմ, հրաշքը դու ես, որ եկել ես իմ ու կրոջս կյանք։ Ցավը տանեմ։ Ես էծերի մոտ կանչել ես որ այդ ասես։ Ոչ միայն ասելու, այլ նաև մի լավ պատճել։
Լավ, հանգստացի։ Բա կարում եմ չեմ հանգստանում, հարազատս։ Դու չես պատկերացնի, թե ինչ ուրախ եմ, որ դու ես Անետիս երկրպագում։ Դե դու գիտես, որ ես միշտ էլ Անետին հավանել եմ։ Յա, բա Անետին ով չէր հավանում։ Երկրպագուները պատից կպնում էին, աթարի պես պոկ չէին գալիս։ Միշտ էլ դու հայրդ բոլորին ծեծում ու ճանապարհ եք տնում։ Բա քրոջս պատիվը պիտի պահենք, չէ՞։ Հիմա ես կուզեի իմանայի, ինձ տեղ կանչել ես, որ հարցեր պարզես։ Դու մի հրաշք ես հիմա իմ Անետի կյանքում։ Ես քեզ ոնց կնեղացնեմ, այդ ցավը տան։ Չնայած խոստովան եմ, որ սկզբից տրամադրված էի։ Մինչև չպարզեցի, որ դու ես Անետի գաղտնի երկրպագուն։ Քիչ էր մնում իմ բնավորության վատ կողմերը ցույց դնեի։ Դե լավ ասա, վերջացրիր։ Էդ ինչ ասի, որ վերջացնեմ։ Չնայած դու մեր հարազատն ես, բայց էլի ասեմ, քեզ լավ չպահեցիր։ Կասես, թե ինչը սրտովդ չի։ Բա գալիս ես քրոջս տան մոտ իջացնում ես, նա չես ուզում աղբորը տեսնես։ Պարտադիր ես պիտի կազմակերպեմ մեր հանդիպումը, իմ հին ու լավ բարեկամ ցավը տանը։ Նայ քեզ մի բան ասեմ, քանի մեծանում ես գնալով հորդ ես նմանում։ Շնորհակալ եմ, դա ինձ համար մեծ պատիվ է։ Դե ասա, ինչ պլաններ ունես։ Ոնց են կազմակերպում քո ու Անետի ամուսնությունը։ Գիտես, այս տունը ինձ օրորի ավելի ա դուր գալիս։ Ու գիտես ինչի։ Որտեվ դու ես տան մեջ։ Բայց պիտի գնանք իրերս բերենք։ Կարիք չկա։ Ինչ որ քեզ պետք է, ես սաղ կգնամ։ Չէ, պետք է գնանք համել ձյաձյավեքի հետ պիտի խոսամ ու անձամբ ասեմ իմ որոշման մասին։ Ձյաձյավեքին կտեղեկացնենք, բայց չենք լսի ինքը ինչ ասում։ Հայ, չեմ նայում։ Մամ ջան, կարելի է թակել նոր ներս մտնել։ Լավ դե լավ, ձևեր մի թափեք։ Ասա լսում եմ։ Նենց համով բաներ եմ սարքել, եկեք գնանք միասին ճաշենք։ Մենք դուրս ենք գալիս։ Ոնց թե դուրս եք գալիս, ես բան եմ սարքել, որ ուտեք, դուք դուրս եք գալիս։ Կմնանք կուտենք, նոր դուրս կգանք արամ։ Ես դիցուհիդ գնալով սիրտս ա մտնում։ Կամ սա լավ վաղվեսնա, կամ էլ մեծ սիրտ ունի։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Տեսնում ես, որ ես կնոջ ընդառաջել չի կարելի։ Ամբողջ կյանքում ես եմ բոլորին ընդառաջել։ Հիմա էլ սա պետք է ինձ ընդառաջի։ Հարգալից խոսա։ Ուրեմն մնացեք հաց ուտելու։ Դուրս են գալիս։ Ես էլ ասում եմ մնացեք։ Էլի հավաքվի դուրս են գալիս։ Գնացել ես հորդ մոտ լավ դասեր ա տվել ուղարկելա, չէ։ Հա, ու այդ դասերից մեկը եղել է այն, որ գամ ձեռիցդ բռնեմ ու դուրս շպրտեմ քեզ տնից։ Երևի կսպասեմ, որ պապան գա դա անի։ Մերի քեզ եմ սպասում։ Գոհ ես։ Երջանիկ ես։ Ոնց է եղել։ Պապի դուրա։ Չեմ տեսել, սենյակում է երևի։ Ինքը սպասում ենք, պիտի խոսենք։ Ես հիմա ժամանակ չունեմ, հորս հետ պիտի խոսամ։ Ես էլ պիտի հորդ հետ խոսեմ։ Այսօր ինձ շատ տարօրինակ բան է ասել։ Ինչ է ասել։ Ասաց այն ժամանակ, երբ Միքայելը սառը գլխով գործեց, ամեն ինչ ճիշտ արեց։ Իսկ հետո գլուխը տաքացրեց ու սխալներ թույլ տվեց, ինձ կբացատրես ինչի մասին է խոսքը։ Ես ինչ իմանում, իրեն հարցրու։ Ես հարցրեցի, բայց ինքը իմ հարցերին չպատասխանեց։ Լսի, երիք այլի 4 կողմից կյանքս ուտում եք։ Մետ ապարատ եմ դնելու տոմս քաշեք նոր մոտենակ։ Զգում ես չէ ոնց են իմ հարցերից խուսափում։ Ցինիկ ձևով նայում աչքերիս ու լռում։ Ահա որ մարդ է, ահա որ։ Մարդը բոլորիս խառնել է իրար։ Հարցնում եմ,
Ինչու նման բան արեցիր։ Ինչու քո ստով աղջկաս դժբախտացրիր։ Նայում աչքերիս ու անպատասխան թողնում։ Լավ, ուղղակի զարմանում եմ, մեկը չկա, որ իրանից պահանջի, որ ճիշտը ասի։ Թեկուզ իր ընտանիքի անդամները ոնց է մինչև հիմա չեն հետաքրքրվում։ Ինձ թվում է, ընտանիքի անդամները լավ էլ տեղյակ են։ Դե հերին իմանալով հասկանան, որ ինքը հանգիստ չի մնա։ Դե երևի Հենրին ամեն ինչ պարզել է, բայց մեզ ոչինչ չի ասում։ Պետք է չէ մի տարբերակ գտնենք, որ այդ մարդուց ճշմարտությունը իմանանք։ Բայց ինչն է պատճառը, որ մեզ ստել է։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, ինչն է։ Ու շատ հետաքրքիր է, ովքեր են Անգելինայի կենսաբանական ծնողները։ Թող Միքայել Շախունցը իր ցինիզմով ժամանակ շայի։ Մեկը այնքան եմ ճնշելու, մինչև ճշմարտությունը իմանամ։ Արսես։ Բարև նոյջան։ Անցինստի։ Անգելինա, տխուր ես, լավ չես։ Չէ, ես կասեի շատ էլ լավ է։ Ես առիթ կա։ Այն էլ ինչ առիթ։ Անգելինային առաջարկություն եմ արել համաձայնել է։ Ընդունել եմ առաջարկությունը։ Ամենից շատ արագ ստացվեց։ Դրա համար որոշեցի գամ, տեղյակ պայեմ ու մի շատ բան խմենք նշենք։ Ճիշտ է, շատ կուզեի պապասը ներկա լիներ, բայց ոչինչ, ես կանյոլ ամեն ինչ կկազմակերպեմ, կհանդիպենք։ Դե եթե Անգելինան իր համաձայնությունը տվել է, ուրեմն նշելն ու հավաքույթը կազմակերպելը ես վերցնում եմ ինձ վրա։ Յա, սրեցիր մատիտներս գույների դասավորեցիր։ Հա, արեցի։ Իսկ դու ոնց որ էլի հին ու նոր խառնել ես իրար։ Ավելի կոնկրետ։ Ինչ խնդիր ունես Հենրիի հետ, պապ։ Ընդհանրապես Աննային ինչ ես ասել։ Հələ չեկած տրամադրել է իմ դեմ, հա։ Չէ, չի տրամադրել։ Ընդամենը ուզում էր գալ պարզել ասածների տողատակերը։ Հա ինչ խնդիր կա։ Կանչի թող գա։ Կարաս հանգիստ թողես, պապ։ Ում։ Ինձ։ Պարանը գցել ես վզիցս քաշում ես, արդեն չեմ կարող, խեղդվում եմ։ Գժվեցի էլի ես արդեն։ Գժվեցիր գնա գժանոց։ Ես ինչի են գորգռում։ Չգիտեմ, պապատ նոր եկավ տուն ու մի անգամից բարձրացավ պապիկի սենյակ։ Աչքիս էլի ես եմ էպիկենտրոն։ Ինչ խնդիր կա։ Մի հատ դուրս գնա, հա։ Հատա դուրս անելու տեղը մի հատ վզակոտին խփի, ասա պարկին հարգելու կարգ ու կանոն իմանա։ Արի մենք դուրս գանք։ Ասենք իմ պատճառով կարաք իրար չհոշոտեք։ Մեկը ես անելու եմ այն ինչ որոշել եմ։ Այ, դրվես։ Այս տանը բոլորը անհատ ձեռներեցներ են։ Բոլորը հեղինակություն, բոլորը դեմք են, բացի ինձանից, ում կարաք զանգեք ու լավ մուննատ գաք։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Սրանից հետո ինձ ոչ մի հարց չտաք։ Եղավ։ Գնացեք ձեր հարցերը ոնց ուզում եք պարզեք։ Միքայել պապան ոնց որ իրան լավ չի զգում։ Մի հատ դուրս արի, հա, այդ հոգատար հարցի դերից։ Պապի լավ չես։ Դու էլ այդ թորան կերպարից դուրս արի։ Բա։ Նա չտապոկտություն զանգի։
Ինչ խոսք։ Անսպասելի էր ձեր այս քայլը, բայց քանի որ դուք հասուն մարդիկ եք, որոշել եք միասին լինել, ուրեմն գիտակցում եք ձեր քայլի պատասխանատվությունը։ Միանշանակ։ Ես որպես հայր ցանկանում եմ միայն, որ իմ աղջիկը երջանիկ լինի։ Անգելինայի երջանկությունը նաև մեր երջանկությունն է։ Ընտանիքն ու երջանկությունը փողով չես գնի։ Դա պիտի կառուցես դանդաղ, ամուր հիմքերով, որ դիմակայի ցանկացած փորձությունների։ Անգելինայի մասով չեմ կարող ասել, բայց ես սիրում եմ փորձությունները հաղթահարել։ Մի բան հաստատ կարամ ասեմ։ Ձեր աղջիկը շատ լավ ու ամուր ընտանիք է ունենալու։ Այդ հաստատ։ Աղջկա ծնողներին ավել խոստումներ պետք չեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ լավ պահ եք եկել։ Համեցեք։ Արիդ կա։ Իհարկե կա։ Նոյը առաջարկություն է արել Անգելինային, Անգելինան ընդունել է այն։ Ընդունեք մեր շնորհավորանքները։ Դե մենք էլ նշում ենք։ Դե, նստեք։ Համեցեք։ Ձեր միությունն էլ նշենք, թե չէ չհասկացանք ինչ կատարվեց։ Դե ոնց չհասկացար, սիրում են իրար, ավակ։ Տիկին Վիկտորիա ձեր ամուսինը անհանգստանալու տեղ ունի։ Ես ամեն ինչը էլի կարգ ու կանոնով կանեի, ուղղակի սպասում եմ, որ պապան ազատության մեջ լինի։ Ձեզ ավակ ճիշտ ասած Արամի հետ եկել ենք, որ իրերս հավաքեմ։ Ես քեզ կօգնեմ, արի գնանք հավաքենք։ Հետո կգնանք։ Թող մարդիկ նստեն հյուրասիրեն։ Հա, անգել թող մնա, հետո կանենք, խնդիր չկա։ Արի հիմա գնանք։ Ճիշտ է, բայց ավելի լավ է հիմա բարձրանանք իրերս հավաքեմ, հետո կգանք հանգիստ հաց կուտենք։ Արամ ջան, դու հյուրասիրվի, մինչև աղջիկները հավաքեն իրերը։ Դե ինչ հասամ, շնորհավորում եմ, թող օրհնված միություն լինի։ Ներվակ ինչքան հնարավոր է շուտ, հա։ Դե հեռախոսը վերցրակ նոճը ձերից։ Այդտեղ ասում եմ, հեռախոսը վերցրու, չհասկացա։ Նա տանջատ ետ հեռախոսը։ Հեն դու շախոնցի ման եք ուզում արա։ Ինչ տավություն պետք չի։ Մի հատ մի ներվայնացի, հա։ Պապ, բայց լավ չես։ Պապի։ Հեսա գլխի։ Ապրեսա։ Բայց մեկ այդ ջրով ինքնազգացողությունը չես լավացնի, պապ։ Եթե շտաբողություն կանչենք, այս տան դարպասների մոտ պետք է առավոտից իրիկում մի բրիգադ հսկի։ Լավ։ Մի հատ դուրս եկեք սենյակից։ Բոլորը դուրս եկեք։ Արագացրեք վայրը, դուրս եկեք։ Դու դուրս գնա։ Դե կանչել էիր խոսալու, խոսանք կվերջացնենք, նոր դուրս կգնամ։ Այդ տղա դուրս գնա։ Ես կդ խոսալու բան չունեմ։ Գնա ընտանիքի տիրություն արա։ Թմբլ ես խառը պահին ինչա ուղարկել։ Չգիտեմ, հետո կնայենք։ Արի դուրս գանք, պապին մաքուր օթա պետք է։ Ասացի բոլորը դուրս գնացեք։ Ես մեր ոյակա պատկամիկա պանիջում։ Ես տեսնեմ Յանան ինչ է անկել։ Ես ինչ է։ Չգիտեմ, ես էլ եմ առաջի անգամ տեսնում։ Հələ դուրս տեղ։ Արդեն մատանի ես, հա, ընդունում։
Հենրի ինքը բոլոր իրավունքներն ունի այդպես վարվելու, հանգստացի։ Չունի։ Հենրի։ Ֆիոնո, ոսա հենց հիմա պիտի ուղարկեիր ես ռիլը։ Ես ինչա գրել։ Նույն էլ կորցրինք, նոր ասպետա պետք քեզ գտնեն։ Անգել ես ինչա վիճակատ։ Հերի քարած ես։ Հեսա ինքան ես լացելու, հետը թաղասար լաց եմ։ Ինչ լավ որ եկար։ Հիմա սրանք պիտի ուրախության արդյունքներ լինեին։ Ուրախանամ ինչի համար։ Որ կյանքս կապում եմ իմ չսիրած մարդու հետ։ Այդ դեպքում ինչի ընդունեցիր մատանին։ Միջև հիմա չեմ հասկանում ինչի ընդունեցի ես մատանին ու ինչի չմերժեցի այդ առաջարկը։ Ես կարամ քո այդ հարցին պատասխանեմ։ Որովհետև դու քո միակ փրկությունը գտար այդ առաջարկն ընդունելու մեջ։ Ահա ճիշտ ես։ Ես հենց տենց էլ մտածել էի։ Ուղղակի ինքս ինձ չէի խոստովանում։ Ուրեմն խոստովանի ու ընդունի, որ նույնն է քո կյանքի ընկերը։ Բայց առանց սիրելու։ Անգել գիտես, լինում են դեպքեր, երբ զույգերը առանց սիրելու ամուսնանում են, ընթացքում իրար շատ են սիրում, խենթի պես, ու կա նաև հակառակը, որ սիրելով ամուսնանում են, բայց շատ շուտ բաժանվում։ Դու հիմա ուղղակի ուզում ես ինձ մխիթարես։ Ուղղակի ուզում եմ մաքրես արդյունքներդ ու ես կասեմ մի ճշմարտություն, որը քեզ կօգնի նորին սիրել։ Հերին ամուսնացած է։ Ու դուք ձեր հնարավորությունն արդեն բաց եք թողել։ Քո ասած օրինակի նման հենց մեկը Հերին ամուսնացավ առանց սիրելու։ Բայց ինքը չերջանկացավ, հակառակը դժբախտացրեց թե իրան թե այդ աղջկան։ Ու ես չեմ ուզում, որ նույնի իմ հետ լինի։ Հերինը ինչա ուզում։ Երևի պիտի հեռախոսը համարն էլ ջնջես։ Անգել, եթե դու Հերիին քո կյանքից չջնջես, դու ու նոյը չեք կարող միասին երջանիկ լինել։ Լավ, հիմա ես ինչ անեմ։ Ինձ լսես չես պատասխանի։ Ինձ չես ուզում, հա? Հետ մնաս, կտրուկ քայլերի ես գնում։ Դու ինձ հարցրել ես, որ դրա առաջարկությունն ընդունում ես։ Հալո։ Այդ արդեն նշանվում ես, հա? Ինչ ես լռում։ Թե մտածում էիր ինձնից թաքուն ես պահելու։ Ոնց ես իմացել Հերի։ Բա չիմացար, դառել ես Instagram-ի թագույն, այդ ինչ սրտաճմլիկ տեսարան էր։ Ուղեղը տուր էր, որ այդ քայլին էր գնում։ Ես այդ գիտակցաբար եմ արել։ Չեմ հասկանում ինչ ես զանգելու գոռումի վրա։ Որովհետև արածդ հիմարություն է անգել։ Չսիրելով ամուսնանում ես, որ ում ինչ ապացուցես։ Հերի կլինի հանգստանաս։ Չէ, չի լինի։ Տեղը տասը հենց հիմա գալիս եմ։ Հերի ինչի ես զանգել։ Ամոթ հա, ինչի ես սենց բաներ քեզ թույլ տալիս։ Դու չես հասկանում, որ ես աղջիկը իրան վատ ազգում։ Ինքը իրան վատ ազգում, իրա խելքից։ Որովհետև հասկանում է, որ սխալ է անում։ Որտեղ եք հիմա։ Անգելինային բաց թող Հերի։ Լսի, դու ինձ չպետք ասես ես ինչ անեմ։ Դուք տանն եք, հաստատ տանն եք։ Ասենք թե հետո ինչ։ Հետո այն, որ ես հենց հիմա գալիս եմ։ Ես հենց այսօր քո մատից կհանեմ այդ մատանին։ Մերի վախենում եմ, բա որ գա։ Իրականում արժի վախենալ, որովհետև ասեց, որ գալիս եմ։ Լուրջ։ Հա, իմացա, որ տանն ենք, ու ասաց գալիս եմ։ Նույն էլ ստեղա։ Անգելինա, չեք գալիս։ Ինչ անեմ ես հիմա Մերի մի բան ասա։
Նա հանգստացի։ Որովհետև եթե դու այս վիճակով դուրս գաս, լիքը հարցեր են տալու։ Աղջիկներ, եկեք, հետո միասին կհավաքվենք։ Եթե հերին եկավ ստեղ մի բան լինելու է։ Անգել հանգստացի։ Ես գիտեմ ինչ կանեմ։ Մենք որ հիմա իջնենք, ես դուրս կգամ ու Հենրիին կսպասեմ, չեմ թողնի ներս մտնի։ Մենակ դու մի վախեցի ու հանգիստ եղի։ Հա։ Այս ընթացքում կարելի էր 5 հոգու հագուստ էլ հավաքել։ Վերջապես։ Այս երևի շատ էիք իրար կարոտել։ Հա, շատ։ Իրար պատմելու ասելու շատ բաներ ենք։ Ոնց հասկանում եմ, շատ հուզումնալից խոսակցություն է տեղի ունեցել Անգելինային նայելով։ Լավ, աղջիկները ինչի եք կանգնել։ Եկեք նստեք։ Լավ, ես արդեն պետք է գնամ։ Կգնաս, ինչի ես տապում, հավեսով նստացեք։ Հենրի, հուսամ Անգելինայի հետևից չես գնացել։ Ուրեմն իմացի, որ այսօր հուսախապ եղած ես։ Հենրի։ Հետո կխոսանք։ Հենրի, շատ եմ խնդրում, հիմարություն չանես։ Կողքս բոլորը դրանով են զբաղված, Ֆայնա։ Ես ումից եմ վատը, ինչի հետ մնա։ Հենրի, խնդրում եմ, Անգելինայի մոտ չգնաս, պատերազմ է դառնալու։ Թքած ունեմ ամեն ինչի վրա, թող լինի ինչ լինելու է։ Պապ, հիմա մի հատ բան եմ ասում, մենակ դու կարաս օգնես։ Մենակ դու կարաս Հենրիին կանգնացնես։ Ինչ ա եղել։ Վախենում եմ Հենրիի համար։ Մի հատ խոսած կասես ինչ ա եղել։ Լսի, երբ որ բոլորս պապիով էինք զբաղված, Յանան ինձ մի հատ ռիլ ուղարկեց։ Այդ ռիլի մեջ Նոյը, նախկին փաստաբանը, Անգելինային առաջարկություն էր անում։ Հենրին այդ տեսավ ու դուրս թռավ տնից։ Պապա հիմա հաստատ Անգելինայի մոտ է գնում, հասկանում ես։ Խնդիրներ ենք ունենալու, այս ամեն ինչից վատ հոտ է գալիս։ Սացվեցրեց դա իր բազմախբյուրով էլ, Անգելինայով էլ։ Հələ սանուղեղին նա անջատում է առախոսան, նա պիճակս բերելի որս։ Զգոչ կլինես, պապ։ Ես ուզում եմ, որ մենք հավաքվենք մեր ընտանիքներով եւ նշենք ինչպես կարգն է։ Մինչև բանը հասնի հարսանիքի։ Ձայց աբակ, ես պապայի հետ կխոսամ, հետո ձեր հետ կպայմանավորվեմ, լավ։ Շատ լավ տղաս, այսօր դուք ինձ շատ ուրախացրիք։ Կուզեմ, որ Անգելինայի աշկերտն է փայլային ուրախությունից, քանի որ հեպի կենտրոնում ես ու ինքն ենք, մեր առիթն է։ Անգելինան շփոթված է, դե ամեն ինչ անսպասելի ստացվեց։ Դե հուսով եմ ամեն ինչ։ Ոչինչ, քիչ ամեն ինչ կգտնի իր տեղը։ Ես ամեն ինչ շատ լավ գիտակցում ու հասկանում եմ, ժամանակ է պետք։